Դուք երազում եք, պատկերացրեք ապագան, պատկերացրեք հաջողության յուրաքանչյուր մանրուք եւ զգացեք, որ սա բավարար է, օրեր, ամիսներ եւ ոչինչ չի փոխվում։ Ինչու է դա տեղի ունենում, քանի որ առանց կարգապահության երազանքը քաղցր թույնի նման է։ Այն տալիս է առաջընթացի զգացողություն, բայց պարալիզներ, նա ջերմացնում է սիրտը, բայց ոտքերը չի շարժում։ Դա հանգստացնում է անհանգստությունը, բայց չի ուժեղացնում բնավորությունը։ Դուք կարող եք ոգեշնչված զգալ ժամերով, օրերով կամ նույնիսկ շաբաթներով, բայց առանց հետևողական մեթոդի, դուք ոչ մի տեղ չեք հասնի։ Աշխարհը լի է այն մարդկանցով, ովքեր ուզում էին, ովքեր կարող էին, ովը պլանավորել, բայց իրական ուժը ցանկության մեջ չէ, բայց ոգևորությունը անհետանում է։ Այսօր մենք կհասկանանք, թե ինչու են երազները վերածվում թակարդների, երբ դրանք կարգապահությամբ չեն պահպանվում, եւ ինչպես կանխել իրենց հույսերը ոչնչացնելուց, քանի որ եթե դուք ինքներդ չեք տիրապետում, դա կլինի այն երազանքը, որը ձեզ թաղելու է։ Ամեն ինչ սկսվում է գաղափարից, այն հայտնվում է կայծի պես ձեր ներսում խորը ինչ-որ բան լուսավորելը, հանկարծ զգում ես, դա իմն է, ես դա եմ ուզում, այն սկսում է պատկերներ կառուցել մտքում։ Հաղթանակի համը, փոփոխության հույսը, ճանաչումը, այս տեսակետը էներգիա է հաղորդում, բայց ահա հում ճշմարտությունը։ Երազը միայն վառելիքն է, առանց շարժիչի տեղն չեք թողնում, եւ այս շարժիչը կարգապահությունն է։ Երազը ոգեշնչում է, բայց դա այն կարգապահությունն է, որը բխում է ոգեշնչումը, առանց դրա բոլոր դուք ունեք ձեր գլխին գեղեցիկ երևակայություններ, դրանք կարող են աշխույժ լինել, նրանք կարող են ստեղծել պատրանք, որը դուք առաջադիմում եք։ Բայց սա հենց ծուղակն է, դուք կարծում եք, որ դուք արդեն ճանապարհին եք, երբ, ըստ էության, դուք դեռ հիացած եք գաղափարի մեջ, իսկ մյուսները առանց էյֆորիայի, բայց իրական քայլերով։ Կարգապահությունը ոչ մի կապ չունի ոգեշնչման հետ։ Դա կապ ունի որոշման հետ, դուք գործում եք ոչ այն պատճառով, որ պատրաստ եք, բայց քանի որ դա անհրաժեշտ է, քանի որ ինքներդ ձեզ խոստացել եք, քանի որ հասկանում եք անգործության արժեքը, երազը ցանկություն է ստեղծում, բայց միայն կարգապահությունը առաջացնում է շարժում։ Դիտարկեք հաջողակ մարդուն, նա միշտ չէ, որ դրդում էր, միշտ չէ, որ լի է հավատքով կամ եռանդով, բայց գործում էր ամեն օր, նույնիսկ այն դեպքում, երբ դժվար էր, հոգնեցուցիչ կամ, ըստ երևույթին, անիմաստ էր, սա հասուն կեցվածքն է, բարձրացնել եւ անել, անկախ հանգամանքներից։ Ստոյքսն արդեն ասել է, մի սպասիր, գործիր, քանի որ պասիվ հույսը միայն ցավն է հետաձգում, կարգապահություն մյուս կողմից ձևավորեք երազը, առանց դրա նպատակը շարունակում է մնալ ֆանտազիայի ոլորտում, եւ ֆանտազիաները, ինչպես գիտենք, ոչ ոքի մի փրկեք։ Դրանք միայն տալիս են էյֆորիայի համառոտ չափաբաժիններ եւ ձեզ կախված են պատրանքից։ Առանց կարգապահության երազանքը նման է ահա կրակին։ Վառ, բայց էֆերալ, սկզբում դուք ոգևորությամբ այրում եք, ծրագրերը կիսեք բոլորի հետ, գրեք գոլերը, այնուհետև գալիս է ցուրտ առավոտ, առանց տրամադրության, առանց ոգեշնչման, սա այն է, երբ պարզ է, ուզում եք արդյունքը կամ պարզապես սիրում են հատուկ զգալ։ Մարդկանց մեծամասնությունը կախված է հույզերից, որպես քիմիական կախվածություն, նրանք փնտրում են մոտիվացիայի հաջորդ դոզան նախադասություն, տեսանյութ, հաջողության պատմություն, բայց իրական վերափոխումները տեղի չեն ունենում հույզերի ալիքի մեջ։ Դրանք տեղի են ունենում այն ժամանակ, երբ դուք ուժասպառ եք, հիասթափված, սպառված եւ դեռ ոտքի կանգնեք։ Ստոյչը չի ակնկալում, որ էներգիան ժամանում է, դա պարզապես առաջ է անցնում, քանի որ գիտեք։ Ճանապարհը լավ զգալու մասին չէ, խոսքը ընտրելու մասին է, եւ եթե ամեն օր ընտրում եք երազանքը գործողությունների փոխարեն, դուք չեք առաջադիմում։ Դուք պարզապես սխալ եք գեղեցիկ մտքերով։ Երազի պատրանք հատկապես վտանգավոր է, քանի որ այն տալիս է շարժման զգացողություն առանց իրական շարժման, դուք կարդում եք գրքեր նպատակների մասին, դիտեք խոսնակներ, պահեք մեջբերումները եւ զգում եք, որ ինչ-որ բան եք արել, բայց սա ինքնուրույն է։ Դուք այլևս մոտ չեք նպատակին։ Նա պարզապես հագեցրեց իրեն այն գաղափարով, որ նա ճիշտ ուղու վրա է։ Ստոյքսը կոչվում է այս մտավոր ճարպակալում։ Շատ գիտելիքներ, քիչ գործողություն, շատ հույզեր, զրոյական պրակտիկա, իրական աճը սկսվում է զննարկչի ներդիրները փակելիս, թուղթ վերցրեք, սահմանեք։ Առաջադրանք եւ պարզապես կատարում է առանց դրամայի, առանց հերոսության, առանց տեսարանի, դա համակարգված կարգապահությունն է, որը խտություն է հաղորդում երազի, օդը վերածելով աղյուսի։ Մինչ դուք կերակրում եք մոտիվացիան, դուք ապրում եք սուտ, եւ այնքան ավելի շատ ժամանակ է մնում դրանում, այնքան ավելի ցավոտ կլինի ելքը։ Ճշմարիտ նպատակը չէ, թե ինչ է ոգեշնչում, բայց ինչ է զոհաբերում։ Եթե կարծում եք, որ ճանապարհը հեշտ կլինի, կորցրել եք, յուրաքանչյուր քայլ կարժենա ինչ-որ բան։ Ժամանակը, հարմարավետությունն, էներգիան, հարաբերությունները, եւ դա այն է, որ կարգապահությունն այլևս գործիք չէ, եւ դառնում է վահան պաշտպանելով ձեզ ինքներդ ձեզ, թուլությունից, հետաձգումից, կասկածներից։
Ստոյքսը սովորեցնում էր, որ մենք ավելի շատ տուժեցինք մեր սեփական ակնկալիքներից, քան իրականությունից, եւ դա ճիշտ է, դուք չեք վախենում կարգապահությունից, այլ թողնել պատրանքների հարմարավետության գոտին, երազելիս որևէ մեկին ոչինչ պարտական է։ Բայց երբ սկսվում է գործել, պատասխանատվություն, սխալներ, համեմատություններ, վախ է առաջանում, եթե ցանկանում եք իրական փոփոխություններ, ապա պետք է այն ընդունեք, քանի որ առանց կարգապահության երազանքը պարզապես գեղեցիկ բանտ է, եւ դուք բանտարկյալ եք։ Շատերն ասում են. Ես չեմ կարող ստիպել ինքս ինձ սկսել, բայց իրականությունն այն է, որ ոչ ոք չպետք է ստիպի դրան, դուք երեխա չեք։ Դա մեծահասակ է, եւ մեծահասակները կախարդական մոտիվացիայի կոճակ չունեն, այո, նրանք ընտրություն ունեն, Ստոյքսը գիտեր։ Մեծությունը սկսվում է կարգապահությունից, ոչ թե հույզերով, անկախ նրանից, թե քանի անգամ եք ոգեշնչվել։ Կարևոր է, թե քանի անգամ է գործել, անկախ նրանից, թե ինչ եք զգում։ Դա կարևոր է, թե ինչ եք ընտրում։ Քանի որ մինչ դուք ապրում եք հումորով, այն հանգամանքների պատանդ է, չի վերահսկում կյանքը։ Պարզապես արձագանքում է նրան, կարգապահությունը հերոսության մասին չէ։ Խոսքը կայունության մասին է, այն նստած է աշխատանքի համար, քանի որ ամեն ինչ կատարյալ է, բայց քանի որ սա ձեր ճանապարհն է, եւ եթե առաջին քայլը չես ընդունում, ոչ ոք դա քեզ համար չի անի։ Ամենավտանգավորը այն զգացողությունն է, որ այն ճիշտ ուղու վրա է, երբ, փաստորեն, այն խրված է երազների մեջ, դուք խոսում եք ուրիշների պլանների մասին, մտքում հաջողության հասեք, զգացեք, որ ունեք հեռանկարային ապագա, բայց նրանք շաբաթներ, ամիսներ, տարիներ են ծախսում, եւ դուք դեռ նույն տեղում եք, գիտեք ինչու, քանի որ այն փոխարինեց գործողությունը ֆանտազիայի հետ։ Ինչպես ասում էին ստոյամորտները, երազելով առանց դերասանության ինքնազբաղված է, դուք փոխում եք իրական շարժումը սպասման համար, ապա հիասթափված մեղադրեք հանգամանքները, կորցրեք հավատը ոչ այն պատճառով, որ այն չի կարողացել, բայց քանի որ այն նույնիսկ իրոք չի սկսվել, եւ որքան երկար է ստացվում այս վիճակում, այնքան ավելի դժվար է հեռանալ, քանի որ պատրանքը հանգստացնում է, մինչդեռ ճշմարտությունը պահանջում է խիզախություն, պահանջում է կարգապահություն, պահանջում է կարգապահություն, պահանջում է կարգապահություն։ Դա բավարար չէ երազել։ Անհրաժեշտ է դա անել, բավական չէ խոսել։ Անհրաժեշտ է ապրել, կարգապահությունը ձանձրալի է, այն չի տալիս ինտենսիվ հույզեր, այն կարծես դյութիչ չի թվում սոցիալական ցանցերում, դա արթնանում է վաղ առավոտյան, կրկնելով նույն գործողությունները, հրաժարվելով անհապաղ հաճույքներից, այն ստվերում է, որտեղ ոչ ոք չի ծափահարում, որտեղ դուք գտնվում եք ձեր սեփական դրդապատճառը եւ ձեր սեփական դատավորը, բայց այս միապաղաղության մեջ է, որ իրական ուժը ծնվում է։ Ստոյչը ոգեշնչում չի խնդրել։ Փնտրող կառուցվածք, եւ այս կառույցը պատրաստված էր առօրյայից, ինքնուրույն եւ գիտակցված ընտրությունից, դուք չեք կարող ստեղծել մի բան, եթե դուք չեք սովորել ինքներդ գերակշռել, դա չի կարող դառնալ մեկը, եթե դուք ապրում եք Լեոյի մոտ, քանի որ ամեն օր կամ կառուցում կամ ոչնչացնում է ձեզ, կարգապահությունը ցեմենտ է, առանց դրա, այն ամենը, ինչ ուզում եք փլուզվել առաջին խոչընդոտին, առաջին հոգնածությունը, առաջինը ես չեմ ուզում։ Եթե ցանկանում եք ամուր լինել, ապա ձեզ հարկավոր է մի որոշ ժամանակ ձանձրալի լինել ընդմիշտ ուժեղ լինելու համար, նույն ռեժիմը պահելիս ինքներդ ձեզ նոր տարբերակ չեք դառնա, երազը պահանջում է ձեր բարելավված տարբերակը։ Ավելի կենտրոնացած, ավելի կարգապահ, ավելի վճռական, եւ դա նշանակում է, որ հին սովորությունները պետք է մեռնեն, որպեսզի նորերը ծնվեն։ Հին սովորությունները պետք է մեռնեն։ Ծուլություն, քաոս, ցկցկում, այս ամենը պետք է մնա հետևից եւ դուք միասին, քանի որ հնարավոր չէ միևնույն ժամանակ լինել իր եւ այն ուժեղ տարբերակը, ով ցանկանում է դառնալ, ստորականությունը հասկանում էր, որ վերափոխելու համար անհրաժեշտ է հրաժարվել իրենց մի մասից, եւ այդ վախկոտը, քանի որ սովորությունները նույնիսկ կործանարար ձայնը։ Ձեր հարմարավետության գոտին, դուք կարճում եք նրանց, նույնիսկ երբ այն վազում են ներսից։ Բայց եթե իսկապես ուզում եք աճել, դուք պետք է անողոք լինեք ինքներդ ձեզ հետ, ոչ թե պատժի իմաստով, այլ արմատական ազնվության, եթե դուք ասացիք, որ արթնանաք առավոտյան ժամը 6-ին, վեր կաց, եթե որոշեցիք ինչ-որ բան անել, արեք դա, ոչ մի արդարացում։ Բացառություններ չկան, քանի որ ամեն անգամ, երբ դուք տալիս եք, դուք սպանեցիք ձեր ապագա տարբերակը, եւ դրա հետ ձեր երազանքը։ Առանց կարգապահության նպատակը դա թույլ չի տալիս պարզապես այն պատճառով, որ այն չի հասնում դրան, բայց քանի որ այն անընդհատ հիշեցնում է ձեզ, բայց այդպես չէիք, եւ սա ավելի խորը ցավ է, քան ձախողումը, գոնե ձախողումը ապացույց է, որ փորձել եք։ Առանց գործողության պատրանքը անթիվ անցք է, դուք գիտեք, որ դա ունակ է, բայց դա չի գործում, եւ ամեն օր, հայելու մեջ նայելիս նա մարդ չի տեսնում, նա դավաճանություն է տեսնում, ինքներդ դավաճանություն։ Ստոյկին երբեք թույլ չէր տա այս շքեղությունը, նա ապրում էր մի պարզ սկզբունքով։
Կամ դու անում ես կամ փակիր խոստումների երկուշաբթի հիանալի ծրագրերի ցուցակների տեսակետ չկա, բերկած եւ սկսիր, քանի որ հետաձգման ամեն օր ձեր երազանքն այլևս հնարավորություն չէ եւ դառնում է ձեր թուլության հիշեցում, եւ այն թուլությունը, որը դուք այսօր հանդուրժում եք, վաղը վերահսկելու է այն։ Շատերը կարծում են, որ էականն է հստակ նպատակ ունենալը, սխալ հիմնականը հստակ ծես ունենալն է, քանի որ դա արդյունք է բերող ծեսեր, ոչ թե արտացոլումը, այլ ոչ թե ներգրավման օրենքը, ոչ թե ցանկություններ, այլ կրկնվող գործողություններ, օր-օր։ Ստորական քշում է կյանքը համակարգից, ձեր առավոտը կախված չէ տրամադրությունից, ձեր աշխատանքը կախված չէ ոգեշնչումից, ձեր առաջընթացը կախված չէ ծափահարություններից, սա այն է, ինչը ձեզ կայունություն է տալիս։ Երբ ներքին քաոսը գերակշռում է արտաքին կարգը։ Եվ կարգապահությունը, դա ձեր անձնական կարգն է, դա ձեր ամրոցն է, դա հեշտությամբ չի երաշխավորում, բայց ապահովում է, որ դուք ճանապարհ ունեք, առանց դրա, դուք խրվում եք ցիկլի մեջ սկսելու եւ հրաժարվելու համար, նրա հետ դուք պարզապես շարունակվում եք։ Եվ այս շարունակականության մեջ է, որ ուժը բնակվում է ոչ թե մոտիվացիայի պայթյունների, այլ անընդհատ ռիթմի մեջ։ Ձեր իսկական թշնամի ժամանակի պակասը չէ, ոչ նույնիսկ հոգնածություն, դա ներքին ձայնն է, որը շշնջում է, հիմա այդպես չէ, դուք պատրաստ չեք, ավելի ուշ փորձեք, այս ձայնը ինքնաբացարկի վարպետ է, նա հագնվում է խնամքի մեջ։ Հանգստացեք, արժանի եք դրան, նա ընկերոջ պես է խոսում, բայց գործում է թշնամու պես, ստոիկն ասում էր։ Իրական կարգապահությունը լռելու ունակությունն է լռեցնել այս ինքնորոշումը, ոչ թե զայրացած չխախտելով, այլ պարզապես դադարում է լսել։ Կատարեք առնվազն մեկ բան։ Քանի որ արարքը սակայն փոքր է, ավելի հզոր է, քան առավել ինտենսիվ ոգեշնչումը, մեկ քայլը հարված է քաոսին, առաջադրանքն ավարտված է, աղյուս է իր նոր իրականության մեջ, եւ ամեն անգամ, երբ լսում ես այդ ձայնը եւ առաջխաղացումը, դուք չորացնում եք ձեր սեփական ուժը, առանց գիտակցելու, թե ինչպես եք դառնում մեկը, ով պարզապես երազում է, բայց ոչ։ Առավել կործանարար առասպելներից մեկը այն գաղափարն է, որ եթե ինչ-որ բան քոնն է, այն պետք է լինի հեշտ, մարդիկ մտածում են։ Եթե դա դժվար է, դա ինձ համար չէ, բայց ստոիկ մարդիկ գիտեին։ Դժվարությունը հրաժարվելու նշան չէ, դա նշան է, որ դուք մեծանում եք, կարգապահությունն այն դիմադրությունն է, որը կառուցում է մկանները, դուք ուժեղ չեք հարմարավետության մեջ, այն ուժեղանում է, երբ այն առաջ է անցնում, չնայած ծուլությանը, հոգնածությանը, ներքին սաբոտաժին, եւ դեռ շարունակում է ընթացքը։ Անխարատ երազը պարզապես ֆանտազիա է, իրական նպատակ ամեն շաբաթ կտա, դուք իսկապես ուզում եք, կամ ճիշտ այնպես, ինչպես նման կլիներ, եւ դա երբ դուք գործեք օրեցօր, անկախ այն հանգամանքներից, որոնք այս հարցին պատասխանում են ոչ թե բառերով, այլ գործողություններով, որովհետև ի տարբերություն ոգեշնչման, կարգապահությունը չի ստում, կամ դա գոյություն ունի, թե ոչ, եւ եթե այն գոյություն ունի, դուք արդեն կիսով չափ եք։ Երազը նրան առանձնահատուկ է դարձնում միայն գլխում, կարգապահությունը իրականում առանձնահատուկ է դարձնում, քանի որ իրականությունը արդարացումներ չի լսում։ Նա նշում է, արթնանում եք շուտ, դուք գործում եք, երբ ցանկություն չունեք, ավարտվելով, թե ինչ է սկսվում, եթե ոչ, ապա դա չի փակում իր դռները դաժանության համար, բայց արդարության համար, ստոիկ։ Մի բողոքեք, որ աշխարհը նրան հնարավորություն չի տվել, նա չի ձգտում ճանաչում, այն պարզապես աշխատում է ամեն օր, քանի որ հասկանում է հիմնարար ճշմարտությունը։ Դուք չեք ստանում այն, ինչ ցանկանում եք, բայց այն, ինչ պատրաստ եք դիմանալ, կառուցել, աջակցել։ Եվ երազանք առանց աշխատանքի տեղավորման երազանքը երեխայի խաղ է, դա նման է սպասելուն, որ ինչ-որ մեկը հայտնվի եւ ասի. Դուք արժանի եք դրան, ահա դա է, դա չի պատահի, աշխարհը հարցնում է միայն մեկ հարց. Պատրաստ եք վճարել գինը, եթե ոչ, մի դառնա այն նպատակ, զանգահարեք գեղեցիկ ֆանտազիա։ Ամեն օր դուք կամ մոտենում եք ձեր երազանքին կամ շարժվում դրանից, չկա չեզոք դիրք, նույնիսկ հանգիստը կարող է լինել մի քայլ առաջ, եթե դա գիտակից է, բայց եթե օրեցօր վատնեք, պարզապես մխիթարելով ձեզ մեծ մտքերով, դուք վազում եք, երբ շփտում եք։ Ստոիկսը ուսուցանում է, մի դատեք անձին բառերի համար, բայց գործողություններով, դիմեք սա ինքներդ ձեզ, նայեք ձեր առօրյան, ձեր գործողությունները, ձեր սովորությունները, ձեզ տանում են այնտեղ, որտեղ ասում եք, ուզում եք գնալ։ Թե պարզապես զբաղված եք մեղավոր զգալու համար։ Կարգապահությունը կոշտություն չէ։ Դա ազնվությունն է, եթե դուք չեք կարող պարզ գիծ հետ բերել, թե ինչպես եք ապրում եւ ինչ եք ուզում, կորած է, քարտեզի խորհրդակցելու ժամանակը, քանի որ ճանապարհը գոյություն ունի, բայց առանց կարգապահության դուք դրանում չեք։ Նա դադարեցվում կամ պտտվում է շրջանակներում, իրեն համոզելով, որ ինքը առաջ է մղում։ Կարգապահությունը սերն է գործողության մեջ։
Սիրեք ինքներդ ձեզ համար, ձեր ապագայի համար, այն անձի համար, ով կարող է դառնալ, երազը պատկեր է, կարգապահությունը ապացույց է, որ դուք իսկապես ցանկանում եք, ոչ այն պատճառով, որ հայտարարում է ձեր կամքի ուժը, բայց քանի որ այն ցույց է տալիս այն գործողություններով, դուք արթնանում եք առավոտյան 5-ին, քանի որ դուք պետք է, բայց որովհետև գիտեք, որ դա անհրաժեշտ է, այն տալիս է ավելորդից ոչ թե արգելքով, այլ այն պատճառով, որ այն ընտրում է ավելի արժեքավոր մի բան։ Ստոյչը չի ապրում այլ մարդկանց պարտադրությունների համար, նա իր օրենքն է, իր կարգապահությունը, եւ սա ազատության ամենաբարձր ձևն է, քանի որ երբ ինքներդ գերիշխում ես ուրիշներին պետք չէ տիրապետել դրան, նա սովորույթների, հույզերի կամ հանգամանքների ստրուկ չէ, նա պատկանում է իր նպատակակետին։ Եթե ցանկանում եք այնտեղ հասնել, դառնաք մեկը, ով հիշեցումների կարիք չունի, դա պարզապես քայլում է, քանի որ սա ձեր ճանապարհն է։ Շատերը հրաժարվում են ոչ թե հաշմանդամությունից, այլ այն պատճառով, որ նրանք հույս ունեին, որ դա հեշտ էր։ Եվ երբ դժվարությունը հայտնվում է, կարծում են. Միգուցե դա ինձ համար չէ, բայց սա ծուղակն է, երազը չի իրականացվում, քանի որ շատ եք ուզում, ես իշտ եք, քանի որ դուք շատ եք աջակցում, քանի որ այն շարունակվում է, երբ մյուսները հրաժարվում են, քանի որ դա չի պահանջում արդարացումներ։ Ստոյքսը գիտեր. ով է ուզում անխախտ լինել, նույնիսկ չի կարող թույլ տալ հանգստության միտքը, կարգապահությունը սկսվում է մտքում։ Երբ դուք չեք կերակրում auto-conversation, մի կերակրեք թուլությունը, բայց ընտրեք ուժի ուղին, եւ ամեն օր հաստատում է այս ընտրությունը ոչ թե բառերով կամ հույզերով, այլ գործողություններով։ Երբ չես հրաժարվում, կյանքը համարձակվում է անտեսել այն, նույնիսկ նա հարգում է նրանց, ովքեր համար են եղել, երբ ամեն ինչ հանձնվում է հանձնվելու, ամենահզոր զգացողությունը չի առաջանում նպատակին հասնելու պահին, բայց երբ գիտակցում ես. Ես դարձա այն մարդը, որը ունակ է հասնել դրան, քանի որ ուղին ավելի արժեքավոր է, քան ճակատագիրը, երազը պարզապես կողմնացույցն է, կարգապահությունն այն ալքիմիան է, որը ձեզ վերափոխում է։ Ամեն օր, երբ դիմադրում եք հրաժարվելու գայթակղությանը, վերաշարադրում եք ձեր սեփական պատմությունը, հինձ դու, նա, ով թաքցնում է արդարացումներից հետո, ովքեր վախի երեսին դողում էին եւ հետաձգում էին գործողությունը, իր տեղում ծնվում է նոր արարածը, կենտրոնացված, ամուր, անողոք իր մարտին, ստոյչը չի հարցնում. Երբ ես վերջապես կունենամ այն, ինչ ուզում եմ, նա հարցնում է, ով եմ դառնում որպես ճանապարհ, եւ եթե պատասխանը ավելի ուժեղ է, անվտանգ, ազատ, ապա արդեն հաղթում եք։ Քանի որ իրական հաղթանակը արտաքին գավաթ չէ, այլ ներքին վստահություն։ Ես այլև ստրուկ չեմ, ոչ թե ծուլության, ոչ թե ուրիշների կարծիքը, ոչ թե անցնող հույզերից, այս ազատությունն ավելի հզոր է, քան ցանկացած նյութական պարգև։ Մի շարք դազենք ու զրահի ծանրակշիռ է հետևողականության կրակի մեջ։ Կարգապահությունն ունի գաղտնիք։ Այն խորհուրդ է տրվում անհապաղ պարգևներով, վաղ օրերը պայքար են ձեր դեմ, առաջին շաբաթները պարկ կասկածով, առաջին ամիսներն անցնում են գրեթե աննկատ, ասես ոչինչ չի փոխվում, բայց հետո գետի պես, որը քարը քայքայում է, ընկնում է գեղձը, ինչ որ բան պատահում է, նկատում եք, որ ձեր ուշադրությունը հրաժարվել է, որը ոչը ասելը ավելի դյուրին է դարձել, այդ անհանգստությունը կորցրել է ուժը, դա առաջին անգամ դուք զգում եք ձեր սեփական կյանքի կոպիտը ձեր ձեռքերում։ Եվ հետո հասկանում եք. կարգապահությունը բանտ չէ, դա բանալին է, որը բացում է բջիջը, ստոյքսը այն անվանել է ներքին կարգ այն պահը, երբ դուք այլևս հանգամանքներ չեք խաղում եւ դառնում նրանց ճարտարապետը, այն, ինչ ժամանակին ցնցեց նրան, հիմա սայթաքում է, քանի որ դուք այլևս չորիշ նավակ չեք, բայց նավապետը, ով ուղեկցում է երթուղին, եւ գալիս է մի օր, երբ արթնանում եք ոչ այն պատճառով, որ ձեզ հարկավոր է, բայց քանի որ այսպես եք հիմա, սա որևէ վերադարձի կետն է, քանի որ դա այլևս ջանք չէ։ Սա ինքնությունն է։ Կարգապահության մեջ ամենագեղեցիկը լռությունն է, նա ծափահարություններ չի խնդրում, չի կարող վավերացման համար, այն պարզապես գործում է, օր-օր, առանց հմտության, առանց գործունեության, առանց կախվածության ճանաչումից, դա մի ուժ է, որը կարիքը չունի։ True շմարից ստոյական գիտեք։ Վավերական կարգապահությունը անտեսանելի է, մի գոռացեք, տեսեք, թե ինչպես եմ նվիրված, նա շշնջում է, ես պարզապես այսպես եմ ապրում։ Եվ դա հենց այն է, թե ինչու է այն ավելի հզոր, քան ցանկացած անցնող դրդապատճառ, այն սպառված չէ, չի փլուզվում, ոգեշնչման չի սպասում, միայն առաջընթացներ, կարող եք գնալ բոլոր ճանապարհին անանունության մեջ, ոչ մի գովազդ, ոչ մի հաղորդագրություն, ոչ վկաներ, բայց երբ ժամանում ես քո կեցվածքը, քո ձայնը, քո հայացքը պատմիր քեզ համար, քանի որ կարգապահությունն աշխատում է լուռ, բայց դրա արդյունքները նման են ամպրոպի։ Առանց կարգապահության նպատակը հրաշք է, որ ժամանակի ընթացքում վերածվում է ցավի, նախ նա գայթակղում է խոստումների հետ։ Այնուհետև նա համր էր պատրանքով, որ դեռ ժամանակ կա, վերջապես, այն ջարդում ես դա կարող էր լինել ծանրությամբ, ոչինչ ավելին չի խանգարում, քան ձեր դավաճանված վարկածի ուրվականը տեղափոխելը։
Ստոյչը ոգեշնչում չի փնտրում, նա կառուցում է ճանապարհը։ Դուք գիտեք, որ եթե դուք պատրաստ չեք ոտքի կանգնել, երբ մարմինը հանգստանա, որպեսզի շարունակվի, երբ արդյունքները ժամանակ են պահանջում, եւ ավելի լավ է դա անել, եւ ավելի լավ է այրել այն, որ դա ազնիվ չէ, բայց եթե այն պատրաստ լինի, կարգապահությունը կդառնա ձեր թուրը, դա կկտրի վախը արմատի միջոցով, կտրելով ավելցուկը, քանդակելով իր բնավորությունը եւ առաջնորդում է այն առաջ, մինչև մի օր արթնանում եւ գիտակցում ես։ Դա միայն մեկ նպատակ չէ, դա ինչ-որ մեկը ունակ է հասնել դրան, եւ այդ վստահությունը այլևս դուրս չի գալիս։ Կարող եք ցանկանալ, երազել, պատկերացնել, բայց առանց կարգապահության բոլորը ծխախոտ կլինեն։ Անգործության յուրաքանչյուր օր ոչ միայն նրան հեռացնում է